Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր փետրվարի 25-ն է 2026 թվական։ Աշխարհաքաղաքական մի քանի իրադարձությունների անդրադառնամ ու անցնեմ նաև Հայաստանին։ Հայաստանի իրադարձությունները քիչ չեն, բայց դե ասում եմ նաև ժամանակ ունենանք նախընտրական խնդիրներից կխոսենք, բայց Հայաստանի հետ կապված ինչից խոսենք նախընտրական է դառնում, որովհետև կրքերը բորբոքված, որոշակի քայլեր անում են այդ նպատակով, մի խոսքով ժամանակ կգտնենք դրանց մասին կխոսենք։ Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլը նախատեսված է անցկացնել փետրվարի 26-ին Օմանի միջնորդությամբ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հակամարտությունից խուսափելու համար ԱՄՆ-ի հետ գործարքը մոտ է իրականացմանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում երկու երկրների միջև սպասվող բանակցություններից առաջ։ Հիմա այնպես չի, որ հիմա Աբբաս Արաղչին երբ որ մտածում են, որ դրական տենդենցիա նկատվում, այնուամենայնիվ երկու կողմն էլ իրար սպառնում են, այնուամենայնիվ լարվածությունը կա և դա չի կարող ազդեցություն չունենալ նաև Հայաստանի վրա, հաշվի առնելով, որ մենք պասիվ դիտորդ չենք։ Իրանի հետ ցանկանում է Հայաստանի իշխանությունը ռազմավարական գործընկերության պայմանագիր կնքի, ԱՄՆ-ի հետ ցանկանում է թրիփը կյանքի կոչի, որը անվտանգության երաշխիք պետք է լինի 99 տարով այն դեպքում, երբ որ անվտանգային որևէ կոմպոնենտ դրա մեջ չկա, բայց Իրան-Ամերիկա հակասության պարագայում Իրանը ամեն ինչ կանի, ուղղակի և անուղղակի, որպեսզի դա ձախողի։ Առավել ևս, որ Իրանը սերտ դաշնակից է Ռուսաստանի հետ, և Ռուսաստանն էլ այս հարցերում միշտ շահերը ունի, իսկ մեր իշխանությունը Ռուսաստանին դուրս մղելու որևէ ցանկություն չունի։ Հիմա իհարկե Իրանին էլի կանդրադառնանք։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսվում է մարտի սկզբին։ Իհարկե իրենց պատվիրակությունների մակարդակով վաղը կհանդիպեն, որոշակի ճշտումներ կանեն, բայց այնուամենայնիվ սպասվում է եռակողմ հանդիպում։ Իհարկե պաշտոնական Վաշինգտոնը ձգտում է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը մինչև հուլիսի 4-ը, ԱՄՆ անկախության օրը։ Իհարկե այս կարգի օրեր դնելը մի քիչ ինձ հիշեցնում է Խորհրդային Միությունը, որ այսինչ բլուրը գրավենք, այսինչ տոնի կապակցությամբ, այսինչ բան անենք, այսինչ տոնի, շատ սովետական մոտեցում է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ իրանց անկախության տոնին հարմարացնեն Ուկրաինայի պատերազմի դադարեցնելը, չեմ պատկերացնում էլի, այս մարդիկ ոնց որ թե Սովետում չեն ապրել էլի, մենք ապրել ենք, դրանից վարված ենք, ախր չենք ուզում էլի Ամերիկայի հետ շփվենք, Սովետը հիշենք, այ ձեր ցավը տանեմ։ Վոլոդիմիր Զելենսկին ասել է. «Եթե ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմը դադարեցնել մինչև հուլիսի 4-ը, ես կարող եմ միայն աջակցել դրան։ Ինձ համար սա նոր տեղեկություն է, չնայած տեղեկատվությունը շատ արագ է փոխվում այս օրերին», ասել է Ուկրաինայի նախագահը։ Իհարկե տենց ժամկետներ այնքան է Դոնալդ Թրամփն ասել 24 ժամից սկսած մինչև ամեն տոնի հետ կապված, այնպես չի, որ սա առաջի անգամն է, բայց եթե այդ ուղղությամբ գործնական քայլեր անեն, իհարկե շատ ուրախ կլինենք, որ այդ պատերազմը դադարի, բայց ունենանք արժանապատիվ խաղաղություն այն առումով, որ այդ արժանապատիվ խաղաղությունը Ուկրաինան կնքելու է, վերաբերվելու է բոլորիս։ Ինչ աշխարհակարգ ենք ունենում, ուժեղի իրավունք ենք ունենում, թե իրավունքի ուժ ենք ունենում, թույլի իրավունքը հարգելու ուժ ենք ունենում։ Ի վերջո ՆԱՏՕ-ի ամբողջ իմաստը ո՞րն էր։ ՆԱՏՕ-ի իմաստը հոմենակ նա չէր, որ պայքարեն Խորհրդային Միության դեմ, բայց դա ինչից էին խոսում։ Հին աշխարհը, քաղաքակիրթ Եվրոպան, դրած ամեն մի տեղ մի ստորակետ դնելու համար, էլ պառլամենտներում, էլ սենատներում, էլ չգիտես որտեղ վիճում են, էս են անում, հռետորական ելույթներ ունենում, այստեղ պիտի էս լինի, ստեղ պիտի էս բառը դրվի եւ այլ, մեկ էլ էս Եվրոպայի քաղաքակրթական ձեռքբերումները ձիով նստած տկդին, եկել են բոլորը գրավել են, ունեցած չունեցած թալանել իրանց վարք ու բարքը բերել։ Ուզմա դա գուներ լինի, ուզմա դա վանդալներ լինի, ուզմա դա մյուսը լինի, կապ չունի, հետո էլ Խորհրդային Միությունից նույն ձևի վախենան։ Ի վերջո քաղաքակրթական ձեռքբերումները պետք է կարողանաս ուժով պահես։ Սա է։ Հիմա եթե քաղաքակրթական ձեռքբերումները ուժով չես կարողանում պահես, ինչ աշխարհ ես տա այդ դեպքում կառուցում։
որ ցանկացած բայ մի վայրենին գա քո ունեցածը վերցնի։ Դա պարզ չի, որ մենակ չի վերաբերում Ուկրաինային։ Առավել է, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա գիտենք, ու շատ-շատերը տենչում են, որ այդ ազդեցությունը մեծանա։ Պեկինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ Չինաստանի պետական խորհրդի պրեմիեր Լիցյանը հայտարարել են. Չինաստանը եւ Գերմանիան ցանկանում են խորացնել համագործակցությունը։ Մերցը լիին ասել է, որ Գերմանիան մեծ նշանակություն է տալիս Չինաստանի անցյալ տարվա իր խոշորագույն առևտրային գործընկերոջ հետ ինտենսիվ տնտեսական փոխանակումների պահպանմանը եւ խորացմանը, միևնույն ժամանակ ընդգծելով արդար համագործակցության եւ բաց հաղորդակցության ապահովման անհրաժեշտությունը։ Իհարկե, այս ակտիվությունը եվրոպական երկրների Չինաստանի հետ կապը լավ ենք պատկերացնում, որ դա պայմանավորված է նրանով, որ Դոնալդ Թրամփը Եվրոպայի հետ եւ ցանկանում է ինչ-որ դրվածներ դնել, ինչ-որ բաներ անել, նրանք էլ ասում են, դե եթե այդպես է, մենք էլ գնանք Չինաստանի հետ լավանանք։ Չինաստանի հետ չենք լավացել են պարզ պատճառով, որ մտածել ենք դու ես մեր դաշնակիցը։ Իսկ այն դեպքում այնպես էլ չի, որ իրանք Չինաստանի հետ խնդիրներ չունեն։ Մեծ Բրիտանիան էլ ունի, Ֆրանսիան էլ ունի, Գերմանիան էլ ունի, Եվրամիությունը առասարակ հերթով դրեցին հարաբերությունները պարզեցին, ասին բերեք տարաձայնությունները հարթենք, տնենք մի կողմ, սկսենք իրար հետ աշխատել։ Ոնց որ թե մենք ոնց տեսնում ենք, մեր հզոր գործընկերը այդքան էլ մեր հզոր գործընկերը չի։ Եթե ինքն է որոնում ուղիներ Չինաստանի հետ լավ լինի, մենք Չինաստանի հետ լավ կլինենք, ինչի ենք սպասում իրան։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր օրոք Ամերիկան արդեն հոգնել է հաղթելուց։ Մեր երկիրը նորից հաղթում է եւ հիմա մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ անել նրա հետ։ Մարդիկ ինձ հարցեր են տալիս եւ ասում. Խնդրում ենք, պարոն նախագահ, մենք այնքան հաճախ ենք հաղթում, որ չգիտենք ինչ անել դրա հետ։ Ճիշտ ասած ինձ հետաքրքրում է, այդ որ մարդիկ են իրան հարց տալիս։ Այդ ով է այդ հաղթողը։ Իրա կողքի տղեկն են։ Հա, որ ինչ որ իրան ծառայություններ են մատուցում եւ դրա դիմաց աշխատում են։ Թե դրսում փողոց ա դուս գալիս ասում է ժողովուրդ, դուք հաղթել եք, ասում են, հա, պարոն նախագահ, բա ինչ են կարել։ Նոր բանը շախմատ էին խաղում, հաղթեցինք, հա, այն մեկն էլ նարդի երևի։ Այսինքն չեմ հասկանում էլի։ Այս մարդուն երեխա ժամանակ կանֆետ չեն տվել։ Ինչ ա եղել, որ կանֆետով խաբվում է հիմա։ Այսինքն մի հատ ինքը իր գովեստով է զբաղվում։ Խնդրում ենք, պարոն նախագահ, մենք այնքան հաճախ ենք հաղթում, որ չգիտենք ինչ անել դրա հետ, որովհետև երբ դուք չկայիք, մենք անընդհատ տանուլ էինք տալիս։ Իսկ հիմա մենք հաղթում ենք։ Հա, ես որքան հասկացա, Ամերիկան ստեղծվել է Տրամփի երկրորդ պաշտոնավարումից առաջ։ Ոնց որ նոր Հայաստանը դե գիտենք, դե Նիկոլ Փաշինյանն այլով։ Ամերիկան էլ ոնց որ Տրամփն է, ժողովուրդ ջան։ Այո։ Բայց քանի որ մենք մի տեղից քաշված ենք, գոնե ասում ենք աշխարհի հարցում տեն չլինի, էլի։ Իսկ ես նրանց ասում եմ, ոչ, դուք շարունակեք հաղթել, դուք ավելի շատ եք հաղթելու, քան նախկինում, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Ինչ ասեմ, ժողովուրդ ջան։ Հաղթեք, ժողովուրդ ջան, հաղթեք, թղոց մարդը գլուխը գովա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել պատմության մեջ կոնգրեսին ուղղված ամենաերկար ելույթով, այն տևել է 1 ժամ 48 րոպե։ Այսպիսով Թրամփը գերազանցել է Բիլ Քլինտոնի 2000 թվականի ռեկորդը, որը եղել է 1 ժամ 20 րոպե։ Ես անձնվությամբ չեմ հասկանում։ Կարող այդ հետ ինչ-որ բան է պատահի, որ չեմ հասկանում։ Այս մարդը բոլորի հետ մրցման մեջ է մտնում։ Ով մի բան արել է, ինքը պետք է դրան անցնի։ Եթե հանկարծ ասած են, որ Ամերիկայի նախագահներից մեկը մարդակեր է, կասել է գնացեք շուտ արեք, ժարի տարեք, բերեք։ Իա, ոնց, դա կերել է, քանի հոգու է կերել, մի հոգու 2 հատ բերեք, ու ես դրան պետք է անցնեմ։ Այ մարդ այդ ելույթի մեջ այդ ինչ պետք է ասես, որ հիմա էլ հատուկ տարածես, որ դու Քլինտոնից ենթադրենք Քլինտոնից երկար ա եղեք ուզեիք, գուցե մարդիկ էլ կանգնեն ասեն զավզակ։ Հետո այսինքն դա ի՞նչն է առավելություն։ Այս կոնգրեսի ուղերձում Դոնալդ Թրամփը ինչ է ասել։
Ընդգծել է, որ Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք և միաժամանակ մտահոգություն է հայտնել Թեհրանի հեռահար հրթիռների ծրագրի շարունակական զարգացման կապակցությամբ։ Նրանք արդեն մշակել են հրթիռներ, որոնք կարող են սպառնալ Եվրոպային և մեր արտասահմանյան ռազմաբազաներին։ Այժմ նրանք աշխատում են ավելի հեռահար հրթիռների վրա, որոնք շուտով կկարողանան հասնել ԱՄՆ, ասել է Թրամփը։ Իհարկե, խնդիրը նաև որ ինքը հիմա հատուկ ռազմական գործողություն էլի կարող է ինչ-որ ձևով տեղավորվել նախագահի իրավասորության մեջ, բայց բանը պատերազմ սկսել է Իրանի հետ, կոնգրեսը կարող է Իրան ուղղակի պատին դեմ տա, ասի ինչա քո արածը, ուզածդ ինչա, այսինքն ինչ ես դու դարել չեմ հասկանում Իսրայելի գերին, դու Իսրայելի երաշխավորն էիր, բայց հիմա հակառակ բանն է ստացվում, ոնց որ Ամերիկան Իսրայելի վարչապետ է ղեկավարի։ Բայց խնդիրը մենակ դա չի, հիմա ինքը դժվարություն ունի բացատրելու, բայց ինքը մտածում է, որ կոնգրեսին որպեսի համոզի և եվրոպական գործընկերներին համոզի, որ իրան աջակցեն, ասում է այս հրթիռը Իրանը որ սարքի, խփելու է Եվրոպային։ Պատկերացնում եք, այսինքն որ Ռուսաստանն ասում էր ես շուտ հարձակվեցի Կիևի վրա, Ուկրաինայի վրա, որովհետև իմացել էր մեր հատուկ ծառայությունները, որ Ուկրաինան պատրաստում էր Ռուսաստանը գրավի։ Պատկերացնում եք։ Հիմա Եվրոպա դու ուշադիր եղի, Իրանը ուզում է քեզ հրթիռով հարվածի։ Ժորժ ջան, այդ կոնգրեսում գոնե մեկ ապուշ կգտնես, որ այդ ասացին հավատա։ Կամ երկրորդը այդ ապուշը գոնե կհավատա, որ Իրանից կարող են մի հատ հրթիռով խփեն Ամերիկային։ Այնպիսի հրթիռ ստեղծեն Ամերիկային խփել, ու այդ հրթիռով դենց խփեն, պատասխան հարված չստանան, որովհետև այնպես պետք է խփեն Ամերիկան վերանա։ Ու մարդիկ հիմա կոնգրեսում լսեն, ողջունեն, աջակցեն եւ որոշում կայացնեն, որ այո, գնա պատերազմ սկսի Իրանի դեմ։ Չեմ պատկերացնում, էլի, այսինքն սա համարում է, որ սրանով կարա կոնգրեսում մարդկանց խափի։ Հա, վախեցեք, ժողովուրդ ջան, Իրանը պատրաստում է Ամերիկային խփի։ Եթե ես հիմա Իրան չխփեմ, ինքը Իրանը պատրաստում է Իսրայելին խփի։ Ինչի մասին է խոսքը, ով չի հասկանում։ Դու խփես Իրանին, խփելու է Իսրայելին։ Խփելու է քո բազաներին։ Ինչ Ամերիկային խփելու մասին է խոսքը։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է. Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին Թեհրանի հրթիռային ծրագրի մասին մեծ ստեր տարածելու մեջ, այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Թեհրանը ստեղծում է զենք, որը կարող է հարվածել ԱՄՆ-ին։ Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի և երկրին վերաբերող այլ հարցերի վերաբերյալ պնդումներին, Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ պրոֆեսիոնալ ստախոսները հմուտ են ճշմարտության պատրանք ստեղծելու հարցում։ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ-ին և Իսրայելին Իրանի դեմ համակարգված ապատեղեկատվական արշավ կազմակերպելու համար։ Այն ամենը, ինչ նրանք պնդում են Իրանի միջուկային ծրագրի, Իրանի բալիստիկ հրթիռների և հունվարյան անկարգությունների ժամանակ զոհերի թվի վերաբերյալ պարզապես մեծ ստերի կրկնություն է։ Հիմա դուք պատկերացնում եք լարվածությունը, Ամերիկան լսեցիք կոնգրեսում ինչ են ասում, Իրանից լսում եք պատասխանն ինչ են ասում, և այս պարագայում որ մենք ակնհայտորեն գիտենք, որ Իսրայելը համարում է, որ ժամանակը ի վնաս իրեն է աշխատում, որովհետև Թրամփի պաշտոնավարումը կարող է ինչ-որ տեղ սահմանափակվի կոնգրեսում մեծամասնություն չունենալու դեպքում նոյեմբերի 3-ին այս տարվա։ Եվ մտածում է, որ դրանից հետո էլ հա էլի Ամերիկան միշտ էլ ասենք Իսրայելի թիկունքին կանգնած է եղել, բայց այնպես չի, որ Իսրայելի բոլոր քայլերն արդարացրել։ Եղել է, որ նաև ասել է, այս չափերի մեջ կմնաս, ես կանես, այն կանես, այսինքն հիմա ինքը մտածում է, որ ինքը շանս ունի Թրամփին գործի դնի է դա անի, բայց եւ միևնույն ժամանակ վախենում են, որ կարող է պատասխան հարված ստանան Իրանից։ Հիմա այս պարագայում մենք հիմա տեսնենք, մենք ոնց որ թե համ Ամերիկայի հետ ենք ուզում լավ լինենք, համ Իրանի հետ ենք ուզում լավ լինենք, բայց հիմա դուք տես տարբերակ տեսնում եք եւ ոչ թե սովորական լավ լինենք, որ սովորական լավ լինենք պրոբլեմ չկա, բայց գործնական քայլերով լավ լինենք երկու ուղղությամբ էլ։ Իսրայել վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրավերով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Իսրայել։ Օդանավակայանում Բենյամին Նեթանյահուն եւ նրա կինը դիմավորել են Հնդկաստանի վարչապետին։ Հիմա դուք տեսնում եք,
այս ակտիվությունը Հնդկաստանի պես երկիր, որի հետ ինչ-որ մենք հույսեր ենք կապում, որը ասում ենք մեզ բարեկամ պետություն է, որը որ ուղղակի այդ բարեկամը լինելը մենք ուղղակի կապում ենք, որ նաև նրանցից զենք ենք առնում, այնպես չի, որ այդ զենքը այն վերջի ամենավորակյալ զենքն է, ու այնպես էլ չի, որ մերոնք հրաշալի տիրապետում են այն զենքին, մենք տեսել ենք, որ ուկրաինացիները մինչև չեն գնացել հատուկ ինստրուկտաժ չեն ստացել, հատուկ չեն պարապել, իրանք չեն սովորել զենքը օգտագործել, այդ զենքը իրանց չի տրվել, այսինքն օգտագործողը մինչև պատրաստ չի դա անել, չի ստացել։ Մենք երբ որ կանգնում եւ ասում ենք հախուռն մի քանի միլիարդի զենք շատ արագ վերել լցրել ենք, մի քանի միլիարդի զենք շատ արագ ու տես լավ տիրապետում եք, որը ինչ եք անելու։ Դա տրինաժոր չի, դա խաղ չի, դա համակարգչի վրա խաղեր չեն, դա լուրջ աշխատանք է, այսօր ՆԱՏՕ-ի ժողովուրդը, որոնք իրանք են այդ առաջավոր զենքերը ստեղծել, գնում են զորավարժություններ են անում Ուկրաինայի հետ եւ գնում են ջախջախիչ պարտություն են կրում, որովհետեւ հավանական հակառակորդի դեմ պայքարում իրանք ուղղակի չեն, որովհետև նա մարտի դաշտում կռվում է այդ զենքերը փորձարկումը հազարին բանանում է, իսկ իրանք դեռ կյանքը գրատախտակի վրա գիտեն։ Այս պարագայում հիմա դուք տեսաք հիմա Հնդկաստան, Իսրայել եւ մեկ էլ Հայաստանի պաշտպանության նախարարը էլ պաշտոնյա չի մնացել, որ չի հանդիպել, լրիվ Իրանը որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի մնացել, բոլորի հետ հանդիպել։ Բայց նաև այդ չի, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գրել է, այսօր հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին են փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը, իսկ ժամանակն է։ Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծել ենք Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Չմոռանանք, Ամերիկան ասում է, եթե մոլլաների իշխանությունը չտապալեմ, Իսրայելը հարված է ուտելու։ Ինքը հաշվարկը անում է այնպես, որ այս անգամվա հարվածով, եթե իշխանություն չի փոխվելու, կործանարար հարված կարող է Իսրայելը ստանալ։ Այո, իրանք շատ ծանր հարվածներ հասցրեցին 12 օրում Իրանին, բայց այդ երկրի չափերը այնպիսին է, որ դա չի վերանում դրանից։ Բայց Իսրայելին հասցված հարվածը լրիվ ծանր հետևանքներ ունենում, դե պատահական չի, դե 1.650.000 քառակուսի կիլոմետր է, օկուպացված տարածքներն է գումարած ընդամենը 22,100 Իսրայելը, ցանկացած տեղ խիտ բնակեցված երկրում ցանկացած հարվածը կարող է շատ վտանգավոր լինել, այդ ինտենսիվությամբ, որ այդ հրթիռներն արձակեցին, անգամ երկաթյա գմբեթը չկարողացավ արդյունավետ աշխատի, այսինքն դա էլ էր գերագնահատված այդ ինտենսիվության համար, նրանք չէին սպասում, որ Իրանը այդքան հրթիռներ կարող է ունենա ու հարվածի։ Հիմա դրա համար ինչի համար ենք ասում, այսինքն ստացվում է այնպես, որ այս պարագայում, այս լարվածության պարագայում, չգիտես ինչի, Հայաստանը անընդհատ խոսում է բարձր մակարդակի, այստեղ խնդիրը նա չի Ամերիկանա ճիշտ թե Իրանը։ Հաստատ մեր համար դա չի խնդիրը։ Մեր համար խնդիրը դա է, թե մենք ինչի պետք է կոնֆլիկտի կողմ դառնանք որևէ մեկի հետ մյուսի դեմ։ Այն դեպքում, երբ որ ումից ենք ակնկալում։ Նիկոլ Փաշինյանն ասում է 99 տարով անվտանգության երաշխիք ենք ստացել Ամերիկայից, ուրախ չեք, մեր պետությունը 99 տարի գոյություն կունենա։ Այո, լավ դրեցինք մի կողմ։ Եթե դու դա հայտարարում ես, հետո ասենց ջերմ ձևով Իրանի հետ այն ժամանակ ես խոսում, որ ցանկացած բայի կարող է խփեն։ Էներ քննարկել ենք Հայաստան-Իրան համագործակցությանը, այդ թվում պաշտպանության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Ընդգծել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը, մտքեր ենք փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Այս քանի օր Պապիկյանը ընդեղ է, այս քանի օր ասենց հերթով տարածում են, թե ինչ հանդիպումներ են։ Հիմա Ամերիկան դուք կարծում եք, որ մեկին պատրաստվում է հարվածի, կոչ են անում տարբեր երկրներ իրանց քաղաքացիներին հանեն, որոշակի աշխատանք են տանում ու չեն ուսումնասիրում, թե որ երկիրն է այս ընթացքում կոնտակտ ունենում Իրանի հետ։ Հավատում եք դրան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, նախ մինչև դա անցնել է այդ թեմաներին, ասեմ, որ
եթե հավանում եք նյութերը, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ տարածեք, ձեր մոտիկներին ասեք, ծանոթացրեք, առջևում ընտրությունները, դուք տեսնում եք այս ընտրությունների հետ կապված նախընտրական ինչեր են անում, ինչ ագրեսիվ ու ակտիվ քայլեր են անում, որ ամեն ինչը ծառայացնեն այդ ընտրությանը, որ տեղ չթողեն անգամ գաղափարական ընտրության, որ մարդը մտածի իր երկրի ապագայի, իր երեխաների ապագայի համար ճիշտ համակարգային ընտրություն կատարի, որն է մեր երկրի ապագան։ Դրա համար նաև այո ձեր ծանոթներին զանգեք, բոլորին ասեք, եթե դուք վստահում եք ինձ, եթե դուք վստահում եք Գուրգեն Սիմոնյանին, գիտեք, որ Հայաստանի շնորհապետական կուսակցությունն է մասնակցելու ընտրությանը, որին այդ ընտրացուցակում ընդգրկված կլինեմ նաև ես, այսինքն այդ ընտրացուցակին ձայն տալով, եթե ինձ վստահում եք, ուրեմն ձայն եք տալիս բնական է նաև ինձ, բոլորին զանգեք, տեղեկացրեք, մեր նյութերն ուղարկեք, ասեք, բաժանորդագրվեք անպայման բանի Գուրգեն Սիմոնյանի YouTube-յան ալիքին, այնտեղ էլ մեր թեմաների հետ կապված պարբերաբար նյութեր են լինում։ Եթե որևէ մեկը ցանկություն ունենում մեր ծրագրերին աջակցի եւ ալիքին աջակցի, բոլոր այդ տվյալները փոխանցումների եւ փոխանցում եւ արագ փոխանցում եւ բանկային փոխանցում եւ Patreon եւ PayPal այդ բոլորը այդ տվյալները կա նաեւ նյութերի նկարագրական մասում, բայց դրանից բացի ավելի մեծ ծավալի աշխատանք, որը կուսակցությունը կատարելու հետ կապված, անպայման չի, որ դա հենց կուսակցությունն էլի չասեն դրսից ֆինանսավորումը, հասկանում եք ինչա կատարում, այնտեղ ալիք կա, կայք կա, Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ, որ պայմանավորվեք, իրանց հետ շփվեք, ասեք, կոնկրետ ձեզ ձևը կհուշեն, դուք կիմանաք ինչպես դա կարող եք անել, որպեսզի մաքսիմալ կարողանանք աշխատել, որովհետև լավ հասկանում եք, մենք ոչ փող ենք բաժանելու, ոչ էլ որևէ մեկին խոստումներ ենք տալու, ոչ էլ մենք որևէ մեկին գազելով ընտրության ենք տանելու։ Մենք խոսելու ենք նրա մասին, որ ինչպես անենք, որ ունենանք նորմալ իշխանություն, որը որ համակարգային ձևով, ծրագրային ձևով մեր երկրի համար հարցեր կլուծի։ Դրա համար ձեր աջակցությունը չափազանց կարևոր է։ Մի անգամ եւս ասեմ, որ մեկ է մենք անելու ենք դա, ուղղակի անելու ծավալի որակից է կախված, թե մենք արդյունքում ինչ կունենանք, հետո կփոշմանենք, կասենք ինչ որ մի բան կարող ենք ավելին անել։ Հիմա անցնենք առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան, Անդորում համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները ավելի քիչ կբարձրանան։ Հիմա իհարկե շատերը քննարկեցին, որ ինչի շուտ չէի կանում, սա նախընտրական որոշում էր եւ չէ որ դուք չէիք ասում 10,000 դրամ ավելացնենք, մարդիկ ինչ են անելու, ինչա հարցում անցկացրեցիք ժողովրդի մեջ եւ մի ամսվա մեջ գիտակցական մակարդակը բարձրացրեցիք, որ արդեն կարող եք 10,000 դրամը թոշակառուներին վստահել, հա, բա դուք խոսում եք, որ դուք հասկանում եք ինչ եք խոսում, 10,000 դրամ բարձրացնելու համար գիտեք դա ինչ փողեր է, դա ինչ ծախսեր է, ոնց ենք մենք դա անելու, հազիվ ենք մենք մեզ պարգևավճարներ տալու, աշխատավարձերը բարձրացնում, թանկ մեքենաներ առնելու, ինչ թոշակառու չեմ հասկանում։ Հիշում եք բոլոր պաշտոնյաները ոնց էին ճղում, որ ինչ հարցեր եք դնում, ես օրինակ մի քանի անգամ դրան անդրադարձել եմ, բա գնացել եք Ջենիֆեր Լոպեսի բարեմասնությունները ցույց տալու համար $6 միլիոն էիք տալի բյուջեից, այն ժամանակ չէիք մտա, ասում ներդրում ենք արել, որպեսի տուրիստ գա, այդ տուրիստը որ գա, անուղղակիորեն մենք բյուջե փող ենք բերում։ Այսինքն մի հատ թանգանոց հյուրանոց, որ Ջենիֆեր Լոպեսը մնա կամ այնտեղ հաց ուտի, դա ներդրում է։ Տուրիստը գալու է, այդ թանգանոց հյուրանոցում մնա երևի։ Տուրիզմն եք զարգացնում, որ հենց այդ փողը այնտեղ գնա։ Իհարկե աբսուրդ էր դա եւ պարբերաբար խոսել ենք դրա մասին, որ այո եւ թոշակը բարձրացնելու հնարավորություն կա եւ անհրաժեշտություն կա, որտեղ հասարակության բարոյականության մակարդակը, պետության մակարդակը որոշումը, թե ինչպիսին է նրա վերաբերմունքը հասարակության անպաշտպան խոցելի շերտերի մասին, այսինքն երեխաների եւ ծերերի նկատմամբ վերաբերմունքով է չափվում այդ պետության բարոյականությունը, այդ իշխանության բարոյականությունը։ Բացի դրանից էլ այն որ ուզում եք ներդրում անեք, որպեսզի այդ ներդրումը հենց երկրիդ համար շահեկան լինի, երբ որ դու թոշակառուի փող ես տալի, համարում ես այդ փողը կորած, բայց իրականում դու այդ փողը երբ որ այդ թոշակառուն տալիս ես, նա կազինո չի գնում, նա երկրից դուրս չի գնում այդ փողը ծախսի, նա այդ փողը քո երկրի
երկրի ներսում է ծախսում։ Դրանով դու առաջացնում ես գնողունակ պահանջարկ եւ նա գնում է այդ ապրանքներն առավ այն աշխուժությունը քո երկրում տեղի ունեցավ։ Հենց այդ մարդկանց փողերի հաշվին, որտեվ այդ փողերը դուրս չեն գնում։ Այդ փողերը չեն գնում դուրս ներդրում անեն, կամ էլ դրսում չգիտես ինչ ձևով այդ փողերը ծախսեն։ Դա իրական ներդրում է քո նաև տնտեսության զարգացման համար։ Այնպես որ թոշակը բարձրացնելը միանշանակ ճիշտ է։ Բայց երբ որ իշխանությունը նման բան է ասում ու հիմա միանգամից հարց է ծագում, բա դուք բյուջե էիք հաստատել, այդ փողերը չկար։ Որտեղից հայտնվեց։ Բյուջեն հաստատում ես կոպեկ գրում ես, սա սրա վրա, սա սրա, սա սրա։ Բա նոր եք հաստատել։ Այդ փողը ոնց հայտնվեց հիմա։ Փետրվարի 25-ին որտեղից հայտնվեց։ Հա, մոռացել ենք որտեղից է։ Ասենք, հա, տեղը գտել ենք։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ինչ ասում։ Տնտեսական աճի պոտենցիալն է թույլ տվել ավելացնել թոշակները, որը 75 միլիարդ դրամ տարեկան ծախս է։ Տնտեսական աճի պոտենցիալը։ Դուք հասկանում եք, դա ինչ է նշանակում։ Ես օրինակ տնտեսագիտական դիպլոմ ունեմ, ուզում եմ գցեմ, արդեն իմաստ չունի, որ Նիկոլ Փաշինյանն ասում է կրթվելը սա է, նա է, պետքա կրթեն, որտեղ այդ գիտելիքով ես ուղղակի նենց բան է, էլի կարճ միացում է տալի։ Ինչ է նշանակում, մենք թոշակը ավելացնում ենք, այսօր վճարում ենք պոտենցիալի հաշվին։ Իսկ որ այդ պոտենցիալը չդառնա իրական, ինչի՞ց եք վճարելու։ Հա, մոռացանք, պարտք եք վերցնելու։ Հետո տոկոսների տակ կոխեք մարդկանց։ Որտե դուք այդ փողը չեք ստեղծել, որ տակ, որը ընդհակառակը զարգացնի տնտեսությունը, ոնց որ ասեցի, թոշակը բարձրացնես, դա զարգացման է տանում։ Բայց դու դա չես անում, դու այդ փողը չունես։ Դու պոտենցիալի հաշվին թոշակ ես բարձրացնում, իսկ որ այդ պոտենցիալը փող չբերեց, ապրիլից բարձրացնում ես, հունիսից ընտրությունում պարտվում ես։ Գալիս է ուրիշ իշխանություն, իսկ պրոցեսը շարունակական է, ենթադրենք իշխանությունը փոխվեց, հաստատված բյուջե է, նա կարող է գա ծրագիր հաստատի, բայց որոշակի ծախսեր համաձայնեցված, որոշակի ծախսեր արած, ի վերջո շատ քիչ փոփոխություն կարող է լինել նոր իշխանության պարագայում տարեկան բյուջեի հետ կապված։ Այո, հնգամյա ծրագիր կներկայացնի, բայց տարեկան բյուջեի հետ կապված նա պետք է շարունակի այդ բյուջեն։ Մեկ է գալիս է մարդը նստում ասում է փողերն ուր է։ Ասում է պոտենցիալը քեզ ենք տվել, փողը ինչ պետք է տայինք որ։ Իսկ ով է ասել, որ պոտենցիալը արդարանալու է, փող է դառնալու։ Կամ ով է ասել, որ ընտրությունների հետ կապված հակառակ պրոցեսը չի լինում։ 8 տարվա իշխանություն եք, ով ձեզ վստահում է արդեն ներդրում արել է։ Կամ անում է։ Ով ձեզ վստահում է, ձեր հետ աշխատում է։ Այսինքն ինչ որ անելու են, ով որ սպասում է, սպասում է։ Իսկ ով վիրավորված է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ, եթե մնաց երկրի հերը անիծելու է, կործանելու է, նա իրերը հավաքում երկրից գնում է կամ ներդրում չի անում։ Չգիտես, որ ընտրություններից հետո հիարթափված մարդկանց շատ մասը երկրից թողում գնում է։ Նորություն է դա։ Իհարկե ամեն ինչ կանենք, որ այդ մարդիկ չգնան։ Առավել ևս բացատրենք, որ հիմա դրսում են խստացումներ է։ Դուք գնալու եք կրակ կանգնեք, էլի եկեք, մնացեք, պայքարենք, հասկանանք ինչ ենք անում։ Բայց միևնույն է դա օբյեկտիվորեն լինում է։ Միևնույն է ով որ Նիկոլ Փաշինյանին հավատում է, այդ ձևով նորմալ աշխատելու է։ Այդ պոտենցիալը ինչի հաշվին է ավելանալու, եթե ինքը մնաց, չի ավելանալու, չի առաջանալու այդ փողը։ Եթե ինքը չմնաց, ուրիշը եկավ։ Լրիվ ուրիշ իրավիճակ է։ Իսկ եթե ինքը մնաց, նեղացածները նեղանում գնում են ներդրում չեն անում, իսկ նրանք ովքեր իր թիմակիցն էին, sense տենեց անում էին։ Որտեղից է ավելանալու այդ փողը։ Նախընտրական տարում կարելի է ասենց սպասումներ ցույց տալ ժողովրդին եւ որտեղ չեն կարող բացատրեն այդ փողը ոնց հայտնվեց, չեն կարող բացատրեն, որ չկար այդ փողը, իրանք չէին էլ ուզում տան, բայց հաշվեցին, տեսան, որ ընտրության հետ կապված խնդիր ունենան, ասին բերեք հիմա տանք, ապրիլին տանք, մի հատ մայիս ենք տալու, մի հատ ապրիլը, մեկ էլ հունիսն է, հետո արդեն կմտածենք, թե դրա տակից ոնց ենք դուրս գալիս, բայց ակնհայտորեն մարդիկ հարց են տալ, այդ փողն ուր է բյուջեում նստած է։ Մարդիկ քվեարկել են, այդ փողը տեսել են այնտեղ։ Չէ, ինչ ասել։ Չէ, նստած չէ, ժողովուրդ ջան, պոտենցիալի հաշվին։
Դուք հասկանում եք, այսինքն բյուջե եք պլանավորում, հետո բյուջեն փոխում ես տարվա մեջ 75 միլիարդ դրամով, պոտենցիալի հաշվին։ Ստեղ տնտեսագիտությունը ընդհանրապես գոյություն չունի։ Բայց դրա համար մարդիկ ասում են դա նախընտրական քայլ է։ Որտեղ հիմնավորում չկա, ժողովուրդ ջան։ Էկոնոմիկայի նախարարը եթե հիմնավորումը սա, այս այն չէ որ թվաբից շատ լավ էր։ Ինչ որ երկուսը բազմապատկում ես, չգիտես ինչով, չգիտես ինչ էր ստանում։ Այնա շատ լուրջ թվեր էր, էլի բազմապատկում։ Ասա փայտիկով ցույց տուր, մի բան արա, կամ կարթա է, տանդերը գրեք, էլի։ Գրեք։ Դուք ձեր ուղեղը չգիտեք։ Ոնց կարաս դու օրինակ բերես երկու անգամ 500-ը բազմապատկես ու ճիշտ թիվը իմանաս։ Ոնց կարաս դա անես, բայց դու ոնց կարաս էկոնոմիկայի նախարարը, եթե երկուսը 550-ով կարողանաս բազմապատկես։ Դու ուրեմն Նիկոլ Փաշինյանի իշխան կառավարությունը անելիք չես ունեն, անգեր ջան։ Մենք հո գիտենք ձեր պոտենցիալը։ Ձեր պոտենցիալը գիտենք, որ չունենամ ձեր պոտենցիալը, որով որ դուք պետք է այդ փողը բարձրացնեք։ Բայց դրա համար չենք հավատում։ Միացյալ Նահանգները չի աջակցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին։ Քննարկումների ընթացքում Միացյալ Նահանգները առաջարկեց տեքստի ցանել Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ արդար խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին հղումը։ ԱՄՆ առաջարկին դեմ քվեարկեց 69 երկիր, 11-ը կողմ, իսկ 62-ը ձեռնպահ։ Ի վերջո բանաձևն ընդունվեց առանց ԱՄՆ-ի կողմից առաջարկված փոփոխության։ 107 երկիր կողմ քվեարկեց։ Ի դեպ Հայաստանը ձեռնպահ քվեարկեց։ Այսինքն Հայաստանը այդ հարցում էլ չկա։ Դե Ռուսաստանը դեմ է, Ամերիկան դեմ է, Հայաստանը պարտքի որտի դեմ բանը ձեռնպահ լինի, որտեղ ինչ գործ ունի այդ խառը գործերի մեջ։ Հիմա հարցը նա չի, կարող իսկապես այնքան խառնել իրա, որ լավ ձեռնպահ քվեարկի, բայց հասկանում եք, չէ՞ որ այսինքն այս վիճակում վաղը մյուս օրը կանգնելու եք, ասեք, բա ինչի մենք գործընկեր չունենք։ Որտեղ դուք հավատում եք, որ հիմա ինքը ձեռնպահ քվեարկեց, Ռուսաստանը դրանից երջանկացավ, Ամերիկան էլ ասեց հալալա Նիկոլին, Տրամպը սիրում եմ էլի այդ մարդուն, այ բա որ սիրում եմ դրա ձեռնպահ քվեարկե։ Ամերիկայի ու Ռուսաստանը դա ոչ մի բան է, բայց 107 երկիր, որոնք կողմ են քվեարկել, նրանք իրենց եզրակացությունն անում են, ասում են չկա ասել այս թեմաների մեջ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է. Եվրամիությունը Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկ կտրամադրի, չնայած Հունգարիայի վետոյին։ Վարկը համաձայնեցվել է Եվրոպական խորհրդում 27 պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կողմից, նրանք խոսք են տվել եւ այդ խոսքը չի կարող դրժվել։ Իհարկե հարցը առաջանում ներողություն։ Այս կարգի հարցերը բարբերաբար Հունգարիայի վարչապետը վետո է դնում, բայց Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոստացել է, որ ինքը տարբերակը կգտնի այդ գումարները տալու եւ այդ վետոն որևէ ազդեցություն չի ունենա դրա վրա, այսինքն լուծումները կգտնվի եւ այդ փողը կտան։ Իհարկե հիմա Հունգարիայի հետ կապված էլ նայենք ապրիլի 12-ին ընտրությունները, եթե Օրբանը ձախողվի, որտեղ ինքը համաեվրոպական ծրագրերին դեմ է գնում եւ իրան աջակցում է Դոնալդ Տրամպը։ Արդյունքում տեսնենք Դոնալդ Տրամպի աջակցության գինը ինչա Եվրոպայի համար։ Ամերիկայում գիտենք ում ինքը աջակցել է, նրանք պարտվել են։ Ում քննադատել է, այդ մարդիկ գնացել են ընտրության, ասել են ժողովուրդ ջան, մենք դեմ ենք Տրամպից, իսկ ծրագիր չեն ներկայացրել։ Այնը ասել են Տրամպին դեմ ենք, էլ ինչ ծրագիր։ Մերժենք Սերժին տարբերակով գնացել են ընտրության ու հաղթել են։ Դա մա տեսնենք Հունգարիան առաջի փորձն է, Ամերիկայից դուրս ինչա տեղի ունենում։ Բայց հիմա նայենք այս Ադրբեջանը, որի հետ ինչ-որ մեծ խաղաղություն են խոստանում, թե ինչպես է Ադրբեջանը խոսում եւ ինչ ձևով արտահայտում միջազգային նացիաներում շարունակում Հայաստանի մասին խոսել։ Ադրբեջանը արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը փետրվարի 23-ից 25 գնացով եղել է Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի բարձր մակարդակի հատվածին մասնակցելու համար։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնում է, որ այցի ընթացքում փոխնախարարը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի բարձր մակարդակի հատվածում։ Իր ելույթի ընթացքում նա ներկայացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ներկայավիճակը, անդրադարձել նաեւ Արցախի ղեկավարների, հայ գերիների, ապօրինի եւ շինծու դատավարություններին։ Հիմա ինչ է ասում։ Մամեդովն ասել է, որ թե պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարությունները
անցկացվել են միջազգային եւ ազգային իրավունքի նորմերին համապատասխան, եւ որ երկիրը վերականգնել է արդարությունը կայացած որոշումների միջոցով։ Կայացած դատավճիռները պատմական արդարության վերականգնում էին։ Այսինքն այս կարգի մեղադրանքներ, երբ որ ներկայացնում է դատավճիռների հետ կապված, դա մենակ դրան չի վերաբերվում։ Դա վերաբերում է նաեւ Հայաստանին, հայաստանցուն, որովհետեւ երբ որ Նիկոլ Փաշինյանին ասին, որ դու ասա, որ Արցախը 91 թվականից արդեն Ադրբեջանի կազմում է եղել եւ նույնիսկ մեղադրի, որ ասա նրանք ովքեր գնացել են Արցախում կռվել, նրանք են սուտի հայրենասիրները, սովետական միության հայրենասիրությամբ տոգորված գնացին կռվեցին, նրանց նպատակն էր Արցախում կռվել, որ Հայաստանը վերացնեին։ Դիտավորյալ Արցախում կռվեն, որ Հայաստանը վերացնեն։ Այսինքն այդ բոլոր մարդիկ, ովքեր գնացել կռվել են, այդ դրանք բոլորը օկուպանտ են։ Իհարկե, ասեմ ձեզ, որ շատ կարկառուն կռվողներ էլ կային, որոնց բարեկամները այսօր Նիկոլ Փաշինյանին են ծառայում։ Ու գիտեն, որ իրանց եղբորն է օկուպանտ համարում, սուտի հայրենասեր համարում, Հայաստանը քանդող համարում, բայց դե ժողովուրդ ջան, այդ մարդու շնորհիվ բիզնես ունեն։ Այդ բիզնեսին հողորմածիկը տեր չի կանգնելու։ Նիկոլ Փաշինյանն է, չէ՞ տեր կանգնելու։ Բայց ինքը ոնց կարա Նիկոլ Փաշինյանի արածը կուլ չտա։ Ենթադրենք իր աղբորն ասում է դավաճան, օկուպանտ, հանցագործ եւ սուտի հայրենասեր, որը գնացել է կռվի, որպեսի Հայաստանը վերանա։ Ժողովուրդ ջան, այն մյուս կշերքի նժարին դրած է իրանց բիզնեսը, հասկանում եք։ Որն է կարևոր, լավ մտածեք։ Որն էլ այդ աղբոր հաշվին է բիզնեսի տեր դառել։ Սա է։ Հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանը բոլորին մեղադրեց, ինչի եմ ասում, վաղը այս նույնը իր դեմ են օգտագործում։ Բա նրանք նստած են, չէ՞, նրանց խոսացնում են, ձայնագրում են, իրանց ուզած հարցերը տալիս են, իրանց ուզած փաստաթղթերը իրանց ձեռն անգած։ Բա ասում են Նիկոլ Փաշինյան, որ մեղադրում ես նախկիններին, ինչ եք զորք ուղարկել Հայաստանի տարածքից դուրս։ Բա դու Հայաստանի տարածքից դուրս 2020 թվականին զորքը ինչի հետ չէր վերում 18 տղին։ Եթե դու հասկանում ես, որ 91 թվականից ընդեղ է, այդ զորքը անօրինական է եղել։ Ինչ է պատերազմից հետո հետ բերում։ Պատերազմից առաջ հետ բերիր, հանեիր զորքը։ Քանի անգամ Ալիևը հայտարարել թե զորքերը թանի Արցախից։ Այդ նույն մեղադրանքը Փաշինյանի վրա չկա, որ ինքը դրեց Իրանից առաջվանների վրա։ Իհարկե կա։ Բայց դրա համար Ադրբեջանը ինչ ուզենա պարտադրելու է նաև Հայաստանին։ Բա ասма դու գիտեիր ու արել ես։ Այդ ընթացքում դու Արցախին փող ես տվել, զենք ես տվել, հեսա, բան չէ Իրանում։ Այդ փաստաթղթերը լրիվ իր ձեռն է, չէ։ Իրան թվաց թե նախկիներին մեղադրեց, մաքրվեց։ Դու նենց հարցերում մեղադրեցիր, որը քո վրա էլ տարածվեց։ Այդ զենքը տվեցիր Ադրբեջանին, քանի կար իրանց էին օկուպանտ համարում, հիմա մեզ են համարում։ Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուադ Օկթայը հայտարարել է. Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապված է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հետ։ Այս գործընթացներն իրականացվում են զուգահեռաբար։ Մենք հույս ունենք, որ այս ամենը շատ արագ կզարգանա եւ տարածաշրջանի օրակարգն այլևս կորոշվի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ, բարօրությամբ եւ զարգացմամբ։ Այսուհետ մենք ավելի շատ կկենտրոնանանք ապագայի վրա։ Ադրբեջանն իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել պայմանավորվածությունը, նույնիսկ նախքան խաղաղության պայմանագրի պաշտոնական ստորագրումը, եւ դա իրավական պարտադիր ուժ ստանալը։ Հիմա բնութագրում նայեք, թե ձևակերպումը։ Սա շատ կարևոր ցուցիչ է եւ վկայում է Ադրբեջանի ինքնավստահության մասին, հայտարարել է Օկթայը։ Այսինքն Ադրբեջանը այնքան վստահ է իր վրա, որ ինքը ընդառաջ քայլ է անում, չի ասում է բարի կամք, չի ասում դեպի խաղաղություն քայլ, ասում է ինքնավստահություն, այսինքն ինքը լավ գիտի, որ այդ քայլն արեց, ինչ ուզենա Հայաստանից պիտի ստանա, ինքը չի էլ կասկածում դրա վրա։ Այս ձևակերպումը հենց այդ ձևակերպումը, ինչ է նշանակում, դա խոսում է Ադրբեջանի ինքնավստահության մասին։ Ինչ ինքնավստահության մասին է խոսքը, բարի կամքը։ Այսինքն հասկացանք ինչի մասին է խոսքը ու ասում են դու հարաբերությունը չես լավացնի Թուրքիայի հետ, քանի Ադրբեջանի հարցերը չես լուծել։ Իսկ Ադրբեջանը սպասում է իր պահանջի կատարման եւ նաեւ ասում է, որ պահանջը դեռ չկատարած, ինքը այս քայլն անում է, որովհետեւ ինքնավստահ է։ Այդ եզրակացությունը դե արեք։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը վերահաստատել է Թեհրանի վճռականությունը ավարտին հասցնելու Հայաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, ընդգծելով երկու հարևան երկրների միջև տնտեսական եւ տարանցիկ համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Այս էլ այն ընդհանուր ֆոնին Ամերիկան պատրաստվում է հարվածի, Իսրայելը տեսնում եք ինչեր է անում, պատրաստվում է այդ գործողությունների մեջ, Հայաստանը ճիշտ ժամանակին այս հայտարարությունների ու հավաստիացումների տակամտ է։ Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար, նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող հիբրիդային արագ արձագանքման խումբը, ապա հնարավոր է Հարավային Կովկասի այս երկրում ավելի մշտական քաղաքացիական առաքելություն։ Հրապարակվել է Բրյուսելում, որ Հայաստանի արտգործնախարարը խնդրել է, որպեսզի դրանք ուղարկեն դիտորդներ եւ այլ եւ այլ։ Կարճ ուղղակի ասեմ սրա մասին, հետո վաղը սրա մասին էլի կխոսենք։ Այսինքն Հայաստանի իշխանություններն ասում են մենք Ռուսաստանի հետ ենք, բայց Եվրոպային ասում են դուք եկեք դիտորդական առաքելություն բերեք, որպեսզի հանկարծ ռուսները Հայաստանը չտանեն։ Այսինքն եկեք, եթե մի բան էլ տեսնեք խախտումաշները փակեք, որ հանկարծ ռուսները չտանեն, որովհետեւ դու Եվրոպային ասում ես արի օգնության, բայց ասում ես մենք Ռուսաստանի դեմ չենք ելնելու, դեմ չենք, մենք իր հետ ենք հարաբերությունը խորացնելու ենք։ Դրա համար որպեսզի խայտառակ չլինի մեր հասարակության աչքի առաջ Եվրամիությունը, որը կեր շատ բաների աչք է փակում։ Մենք ասում ենք, որ մենք մասնակցելու ենք ընտրությունների, եթե հաջողվի մեծամասնություն ունենալ, մենք հայտ կներկայացնենք Եվրամիության անդամակցության։ Եթե մեծամասնություն չունենանք, կգնանք այդ ժողովրդի ձայներին տեր կկանգնենք, կգնանք խորհրդանում այդ աշխատանքը կտանենք, ի վերջո նպատակը, որ Հայաստանի ճանապարհը լինի դա։ Այսինքն եվրոպական կառույցներ, եթե դուք վախենում եք, որ չօգնելով Նիկոլ Փաշինյանին ու աշփագելով նրա արածներին, դուք ուղակի դրանով օգնում եք, որ երկիրը չտանեն Ռուսաստան, Փաշինյանը երկիրը Ռուսաստան նրանցից արագ է տանում։ Եթե դուք իսկապես ցանկանում եք, մի խայտառակվեք, փորձեք Հայաստանում արևմտամետ ուժերն էլ կմասնակցեն, նորմալ ընտրություն անցկացնելու դեպքում ձեր սկզբունքային դիրքորոշումը պահպանեք, որի արդյունքում տեսնենք ունենանք իրական արդյունք։ Վրաստանում էլ խաղեր տվեցիք իշխանության հետ, 4 արևմտամետ ուժ մտավ խորհրդարան, բայց Վրաստանի իշխանությունը երկիրը տարավ կողքեդ Ռուսաստանի տակ։ Այս է էլ այդ խաղերի արդյունքը։ Հիմա սանկցիաներ եք կիրառում Վրաստանի դեմ։ Այդ նույնը կանգնելու եք Հայաստանի դեպքում։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։